Պարոն Միրզոյան, նոյեմբերի 9-ը ձեր վրա հարձակվելու Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չի։ Ես այս անձնակենտրոնությունը չգիտեմ ինչով է պայմանավորված, դա ազգային ողբերգության օր է։ Եթե ձեր վրա հարձակվել են, շրջվեք այն մարդու հետ, ում ամեն օր հանդիպում եք, ու ասեք այդ գործը ինչի բացահայտված չի։ Բայց նույն նախանձախնդրությամբ բացահայտեք ուղիղ եթերում, այն որ թաղապետը հարձակվում է մարդածեծում, այն որ պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են, այդ դեպքերն էլ։ Ես չգիտեմ ինչ կապ ուներ Սահմանադրության փոփոխության հետ ձեր անձնակենտրոնությունը, բայց կներեք նոյեմբերի 9-ը իմ համար ձեր վրա հարձակման օր չի։ Երկրորդ, փոփոխությունը ոչ սխալվում եք, եթե չասեմ ստում եք, որ դուք ունեցել եք Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգ։ Ձեր օրակարգը միջև Ալիևի պահանջը եղել է Սահմանադրության բարեփոխման օրակարգ։ Դուք Հայաստանում նոր Սահմանադրության մասին խոսել եք բացառապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պիտի ունենա։ Ու քանի որ ուրիշ տարբերակ չկա անկախության հռչակագիրը հանելու, հանրաքվել անեք, ինչ բարեփոխում էլ անեք, չեք կարող այդ հղումը հանեք։ Դրա համար եք նոր Սահմանադրության մասին խոսում։ Դրա համար անգամ 4-րդ հանրապետության մասին եք խոսում, որտեղ ուրիշ իրավական ճանապարհ չկա։ Դա է խնդիրը։ Դուք մինչև Ալիևը չի անվանել այդ Սահմանադրությունը խնդրահարույց։ Սահմանադրությունը կոնֆլիկտածին չեք անվանել։ Այդ է խնդիրը։ Այդ է խնդիրը։ Ու հա, փաստորեն դուք հունիսի 7-ի ընտրությունները վերածել եք Սահմանադրական հանրաքվեի։ Ալիևի Սահմանադրությանը այո կամ ոչ ասելու։ Այդ թուղթ, այսինքն որ ասում եք չէ, դե Ալիևի պահանջը չի։ Ես անգամ ամերիկյան հետախուզական ծառայության հողում չեմ անի։ Դուք ինձ կարաք բացատրեք, ո՞նց է ձեզ ստացվում, որ ձեր կամքով ինչ անում եք, վերջը դուրս է գալիս այն, ինչ Ալիևը ուզում է ձեզնից։ Ավելի վատ, եթե Ալիևը ձեզնից չի պահանջում ու անում եք, գիտեք։ Շատ ավելի վատ։ Ես անգամ չգիտեմ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ձեզնից պահանջել են, որ հեռացնեք, թե ձեր կամքով է կարևոր դուր գաք։ Շատ վատ է, մեկից վատ տարբերակներ են։ Եթե պահանջել են արել եք, շատ վատ է, նշանակում է պահանջները այդ մակարդակի են հասել։ Եթե չեն պահանջել, դուք դա արել եք, այդ սարսափելի է։ Իսկես Արցախահայերի նկատմամբ այս պետական մակարդակով ատելություն ու պահանջով եք տարածում։ Երբ որ երկրի վարչապետը Արցախահայ կնոջը ասում է փախել եք, այդ ձեզնից պահանջում են որ անեք, թե առանց պահանջել են անում, առանց պահանջել եք անում։ Ձեր խոսույթը, այսինքն խոսույթը չի տարբերվում Ալիևից, վերջնարդյունքը գործողությունները այն ինչ Ալիևը պատկերացնում է։ Դե դուք որոշեք, այդ մեկը մեկից վատ է, դա ձեր կամքով եք անում, թե անում եք ոչ ձեր կամքով։ Չգիտեմ էլ որն ավելի վատ։ Մնացածը ավելի մանրամասն արտաքին քաղաքականության մասին արդեն արժե լիագումար նիստերում կքննարկենք։